Գոյամարտ սերիալում լարվածությունը նորից բարձրանում է ամենավտանգավոր մակարդակի վրա։ Վերջին հրապարակված կադրերից արդեն պարզ է դառնում, որ առաջիկա սերիաները լինելու են չափազանց ծանր թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն բոլոր հերոսների համար։ Հատկապես Լեոյի գիծը կրկին մտնում է շատ վտանգավոր փուլ։ Լեոն նորից մասնակցում է փողոցային մարտերին, եւ այս անգամ ամեն ինչ շատ ավելի վտանգավոր է թվում։ Եթե սկզբում այդ մենամարտերը նրա համար պարզապես գումար աշխատելու միջոց էին կամ ներսի ցավը դուրս բերելու ճանապարհ, ապա հիմա արդեն զգացվում է, որ Լեոն կամաց-կամաց կործանման ճանապարհով է գնում։ Նա հոգեպես շատ ծանր վիճակում է Մանանի ամուսնությունը, Լեայի հետ մշտական պայքարը, ընտանիքի ներսում կուտակված լարվածությունը։ Այս ամենը Լեոյին ներսից բառացիորեն քանդում են, եւ փողոցային մարտերը նրա համար դարձել է մի վայր, որտեղ կարող է գոռալ առանց բառերի։ Այնտեղ նա կարծես մոռանում է ամեն ինչ, բայց ամենասարսափելին այն է, որ Լեոն արդեն վտանգում է ոչ միայն իր հոգեկան վիճակը, այլ նաև կյանքը։ Հրապարակված կադրերից երևում է, որ այս անգամ նա հայտնվում է գետնին, եւ այդ կադրերը շատ խորհրդանշական են, որովհետև Լեոն այն կերպարն է, ով միշտ կանգնած էր մնում։ Ինչքան էլ ցավեր ունենար, ինչքան էլ պարտություններ, նա պայքարում էր մինչև վերջ։ Դավիթը շատ լավ զգաց, որ Լեոն ինչ-որ բան որոշել է անել ու որոշեց հետևել նրան, ու պարզվեց, որ Լեոն մասնակցում է փողոցային մարտերին, ու հենց այն ժամանակ նա հայտնվեց այնտեղ, երբ Լեոյի վիճակն այդքան էլ լավ չէր։ Արդյոք Լեոն շարունակելու է կռվել։ Բնականաբար, քանի որ այստեղ գումարի հարց է, բավական մեծ գումարի, բայց արդյոք կկարողանա հաղթել, թե կպարտվի, իսկ պարտությունը նրան կտանի հիվանդանոց, ցույց կտա ժամանակը։ Լեոն շատ երկար ժամանակ իր վրա էր վերցնում բոլորի ցավը։ Իհարկե, Դավիթը երկար ժամանակ ընտանիքն ապահովել է գումարով, բայց հիմա նրան օգնություն է անհրաժեշտ։ Նրանց ընտանիքում ամեն ինչ խառնվել է իրար, եւ բնականաբար Լեոն որոշել է մի փոքր թեթևացնել Դավիթի հոգսը։ Բայց արդյոք դա ճիշտ ճանապարհ էր, որ գնար փողոցային մարտերին մասնակցեր։ Արդյոք կարողանա Դավիթը նրան դուրս բերել այդ ճահճից, ցույց կտա ժամանակը, բայց ամեն դեպքում Լեոն անտարբեր չէ իր ընտանիքի ցավի հանդեպ, եւ նա փորձում է պաշտպանել ընտանիքը, պահել նաև եղբորն ու պապիկին։ Մանանն այժմ առանձին ընտանիք է ու հավանաբար դեռ չգիտի ինչ է իրեն սպասվում այդ ընտանիքում։ Բայց նույնիսկ ամենաուժեղ մարդիկ մի պահ հոգնում են։ Շատ հեռուստադիտողներ արդեն նկատում են, որ Լեոն գնալով ավելի նման է դառնում հորը Ռաֆին, եւ սա շատ վտանգավոր զուգահեռ է։ Ռաֆն էլ ժամանակին ապրում էր պայքարի, արժանապատվության ու ինքնազոհության մեջ, եւ հիմա թվում է Լեոն քայլում է նույն ճանապարհով, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հունանը շարունակում է մնալ նրա կյանքի գլխավոր մղձավանջը։ Բայց ամենախորհրդավոր զարգացումները հիմա կապված են Ավոյի ու Էռնայի հետ։ Նոր կադրերից երևում է, որ Էռնան ինչ-որ քննաբեր է տալիս Ավոյին, եւ սա շատ լուրջ շրջադարձ կարող է լինել, որովհետև Էռնայի հոգեբանական վիճակը վերջին շրջանում չափազանց անկայուն է։ Նա հսկայական շոկ է ապրել, նա իմացել է բավականին ճշմարտություններ, որը փլուզել է նրա ամբողջ աշխարհը, հայտնվել հոգեբուժարանում։ Եվ հիմա կարծես Էռնան այլ մարդ է դարձել, հատկապես, որ երևում է նրա կողքին կա արդեն Արամը, ով փորձում է օգնել։ Բայց Ավոն այդքան էլ միամիտ չէ, ու ինչպես երևում է, Արամին հենց Ավոն է փորձում խեղդել, որովհետև հասկանում է, որ Էռնայի քայլերի հետևում կանգնած է Ավոն։ Դե ինչ, Գոյամարտ հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են հետաքրքիր իրադարձություններ, ով կհաղթի եւ ով կպարտվի այս սերիալում ցույց կտա ժամանակը, բայց կորուստներ ունենալու են բոլոր կողմերը, եթե չկանգնեն։ Հետաքրքիր է նաև, թե ինչպես է Վովան իմանալու ճշմարտությունը եւ ինչպես է ընդունելու այդ ճշմարտությունն այսքանից հետո։ Արդյոք հեշտ կլինի հասկանալ ու ընդունել, որ այդ ընտանիքը, որը հիմա նա սիրում ու պաշտում է, իրեն ուղղակի չեն թողել, այլ նրա գոյության ու տեղի մասին չեն իմացել։ Արդյոք կհասկանա այս ամենն ու կների։ Իհարկե, դեռ ժամանակ կա, ինչպես խոստովանել է Դիանա Գրիգորյանը, դեռ մինչև տարեվերջ կարող ենք վայելել հեռուստասերիալի հետագա սերիաները։
Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում։